Ես այսօր ուզում եմ խոսել հնազանդության եւ անհնազանդության եւ նրա հետևանքների մասին։ Ձեր ժամանակը շատ չեմ չարաշահել, ես կխնդրեմ որպեսզի մի քիչ ուշադիր լինենք, Տերը օրհնի ձեզ բոլորիդ։ Բացենք Հովնանի առաջի գլուխ, առաջի համարը։ Հովանու ավետարան։ Տիրոջ խոսքը Ամաթեին որդին Հովնանին եղավ ասելով. Ելիր Նինվե մեծ քաղաքը գնա եւ քարոզե, քանզի անոց չարությունը իմ առջևս ելավ։ Ուրեմն Հովնանը Գետկոպեր քաղաքից է, որը Նազարեթից 4 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, որ 8 դար հետո հասակ առավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ես ինչի համար եմ սա շեշտում, որովհետև շատ բաներ կա, որ պետք է ուշադիր լինենք, ու Հովնանը բացառիկ մի հանձնարարություն ստացավ Աստծոց, որ գնա Նինվե քաղաք ու այնտեղ այդ մարդկանց չարությունները այնքան եմ շատացել, որ իմ առջևս բարձացավ եւ ես այդ քաղաքը պիտի կործանեմ։ Հովնանը միշտ խույս էր տալիս այդ հրամանը կատարելուց, ինչի համար, որովհետև Նինվեն մոտ 800 կիլոմետր էր գտնվում այդ քաղաքից, որ պիտի գնա Նինվեում ապրում են ասորեստանցիներ, մի ժողովուրդ, որ առնախում են, այսպես կոչված եւ անաստված մարդիկ են։ Հովնանը ասում է, որ Եհովա Աստծուն ճանաչող մարդիկ իմ խոսքերին, իմ հորդորներին մտիկ չեն անում, ինչ մնաց, որ Նինվեի ժողովուրդը, որը Աստծուն չեն ճանաչում, իմ խոսքին մտիկ կաներ եւ դրա համար այդ պատճառով փորձում էր որպեսզի փախնել, այդ հանձնարարությունը չկատարել։ Եվ մենք երբ որ կարդում ենք, տեսնում ենք, որ գնում է Հոպե նավահանգիստը, որպեսզի ուղևորվի դեպի Թարսիս։ Այսինքն Աստված եւ իրեն հանձնարարել է, որ գնա Նինվե, գնա արևելք, իսկ ինքը ճիշտ հակառակն է, գնում է Թարսիս, արևմուտք էր գնում։ Նինվե գնալու համար, որ 800 կիլոմետր հեռու էր, իրենից պահանջում է, որպեսզի մեկ ամիս ոտքով, տանջանքներով հասներ այդ քաղաք։ Դժվարություններից մեկն դա է, որ խուսափում է, որպեսզի Աստծո հրահանգը հանձնարարությունը կատարի։ Իսկ այս պարագայում այնքան է ուզում փախչել Աստծոց, Աստծո երեսից, որ արդեն ոչ թե մեկ ամիս է պահանջում, այլ մեկ տարի է պահանջում։ Ըստ աստվածաբաններին Թարսիսը գտնվում է Իսպանիայում, որը 3400 կիլոմետր հեռու է Նինվե քաղաքից։ Այսպիսով ամեն կերպ Հովնանը փորձում է փախնել Աստծոց։ Եվ երբ որ արդեն նստեց նավը, արդեն ցամաքից ահագին հեռացել են, Հովնանը մտածում է, որ իր բոլոր խնդիրները, հոգսերը արդեն մնացել են ցամաքում եւ ինքը արդեն ազատվեց Աստծուն։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Երևի ինձանից ավելի լավ գիտեք, ես ընդամենը 4 գլուխ է, բայց բավականին շատ բաներ կա գրված, որ պետք է դասեր քաղենք, եւ ինչ տեղի ունեցավ, տեսանք, որ նավարկության ժամանակ մեծ փոթորիկ առաջացավ ու քիչ էր մնում, որ նավը ջախջախվեր։ Հովնանին ասպես կոչված վեճի չէր էլի, նավի խորշն էլի չէր ու քնել էր հանգիստ։ Նավաստիները տարակուսանքի մեջ էին, որովհետև տեսնում էին, որ իրենց վերջը եկել էր ու ամեն մեկը իրենց չաստվածներին էին սկսում աղոտ բարձրացնել, որ փրկվեն։ Սակայն չէր օգնում։ Նավապետը գալիս տեսնում է, որ Հովնանը հանգիստ պարկած քնած է։ Վեր եկածում ասում է, չես տեսնում, որ նավը խորտակվում է, վեր կաց դու ել քո Աստծուն աղոտ քարա։ Նավի մեջ գտնվող մարդիկ ուրեմն գիտեին, որ ինչ որ մի գերբնական ուժ կա, որ այս
արավիրքը եկել է իրենց գլխին։ Ու ուզում էին որպեսզի վիճակ գցեին, որ տեսնեն ում պատճառով որ այս արավիրքը եկել է, այստեղ Հովնանի մեջ տագնապ առաջանում, վախենում է։ Ու գիտի որ հաստատ Տերը այստեղ է, որտեղ որ փախչի իր երեսից միևնույն է։ Չես կարա Աստծո երեսից փախչել, գիտի որ Տիրոջ գործը այստեղ է եւ վիճակը հաստատ իրեն է ընկնելու։ Եվ երբ որ վիճակ գցեցին, հենց վիճակը ընկավ Հովնանին։ Եվ երբ որ արդեն Հովնանին ընկավ, ինքը արդեն տեսավ որ ամեն ինչ պետք է բացահայտվի, ստիպված մարդկանց կանչեց ու ասեց խոստովանական ապաշխարության քայլերի դիմեց եւ ասեց. իրոք այս արավիկը իմ պատճառով է, ես Աստծոց փախել եմ, ես բարկացրել եմ Աստծուն եւ հիմա մարդիկ հարցում են ինչ անենք, Հովնանին հարցում են ինչ անենք, ասում է ինձ վերցրեք եւ ծովը նետեք եւ ծովը պիտի հանդարտվի։ Ինչպես տեսնում ենք Աստվածաշնչյան մեծագույն հրաշքներից մեկն է տեղի ունենում համաձայն այդ Հովնանի խոսքին, իրան վերցնում են, գցում են ծովի մեջ եւ 1:17-ում ասում է. եւ Տերը մի մեծ ձուկ մը հրամայեց, որ Հովնանը կլլե։ Հովնանը 3 օր ու 3 գիշեր ձուկի փորումը մնաց։ Ուրեմն իրոք սա հրաշագործություն է։ Ձկան փորումը մնալով ես չեմ ուզում Յորգոր գլուխը հենց նվիրված է այդ որ ոնց է Հովնանը աղոթքանում, աղաղակում Աստծուն։ Տերը հրամայում է որ այդ ձկանը որ փսխի եւ Հովնանը հայտնվում է ցամաքում։ Հովնանը Նինվեի մոտ էլ արդեն ստեղ Հովնանը ջանք չի խնայում որպեսզի լողալով հասնի ափ, այլ ձկանը հրամայելով միանգամից բերում է ափի մոտ ու Նինվե քաղաքի մոտ է բերում։ Եվ երկրորդ անգամ Աստված խոսում Հովնանի հետ ու ասում է. «Ելիր Նինվե մեծ քաղաք գնա եւ տուր անոր այն պատգամը, որ ես քեզի կհայտնեմ»։ Եվ Հովնանը Տիրոջ խոսքին համեմատ ելավ ու Նինվե գնաց։ Նինվե քաղաքն էլ մի մեծ քաղաք է, որտեղ 3 օրվա շրջագայություններ պետք է լինի, այսինքն ոտքով պետք է գնա։ Այստեղ մտավախություն առաջացավ Հովնանի մոտ, որովհետև Հովնանը ասում է, «Այս անաստված երկրում պիտի գնամ ու ասեմ, որ 40 օրից հետո ձեր վերջը եկել է, այս մարդիկ կհալածեն ինձի, կխոշտանգեն, բան կնետեն, կքարկոծեն, ինչու՞ չնայeb կարող է եւ սպանեն»։ Բայց ճիշտ տեսնում ենք, որ ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Երբ որ Հովնանը ասեց, մարգարեն ասեց Աստծո պատգամու ժողովրդին, ողջ ժողովուրդը ոտքի ելավ, ծոմ հայտարարեցին եւ տեսնում ենք, որ լուրը հասավ թագավորին, թագավորն էլ իր հերթին հրովարտակ իջեցրեց ու ասեց ոչ միայն ժողովուրդ, այլև նաեւ անասուններին կեր չտան եւ այսպես ուզում եմ այդ խոսքը կարդալ 3-րդ գլուխ մարտ 7-րդ համար եւ Նինվեի մեջ մունետի կանչել տվավ ու թագավորին ու մեծամեծերուն հրամանով պատվիրեց ասելով. «Մարդ մանասուն աչար ու ոչխար թող բան չուտեն, չարացեն ու ջուր չխմեն, եւ մարդիկ ու անասունները քուրս թող հագնին ու բոլոր ուժով Աստծո թող աղաղակեն։ Ամեն մարդ իր չար ճամփանեն ու իր ձեռքերու մեջ եղած անիրավությունեն թող դառնան։ Ով գիտե, թերևս Աստված դառնա ու գթա եւ իր սաստիկ բարկությունը իջնե ու չկորսվենք»։ Եստեղ ուզում եմ հատուկ մտապահենք այս խոսքերը, Աստված անուս գործերը տեսավ, որ իրենց չար ճամփաներին դարձան, ուստի Աստված գթաց ու այն չարիքը,
որ անոնց վրա պիտի բերեր, չբերավ։ Եվ մենք տեսնում ենք, որ Հովնանը այս դեպքում էլ ավելի վատ վիճակի մեջ ընկավ ու գիտեր, որ Աստված ողորմած է, գթացած է եւ եթե ժողովուրդը զղջան, հնարավոր է, որ Աստված իր որոշումը փոխի եւ այդ չկործանի այդ քաղաքը եւ ասма Տեր Աստված իմ հոգիս վերցրու, որովհետեւ մեռնելը ապրելուց ավելի լավ է։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, ես ուզում եմ զուգահեռներ անցկացնեմ, գիտեք, Նինվե քաղաքում ապրում էր մեծ քաղաք էր, ու ասում եմ, որ 120,000 մարդ էր ապրում։ Արտավազ եղբայրն մի բան հիշեցին, ինչպես նաև ձեր քարոզներից, որ շնորհակալ եմ Աստծոց, որ մեր պապերը քրիստոնեությունը ընդունեցին եւ ինչ կատարվեց իրենց աղոթների շնորհիվ, որ մենք այսօր այս դահլիճում ներկայ ենք եւ ամենակարևորը, որ մենք քրիստոնյա ընտանիքը մենք ծնվել, մեծացել, ես ինչ եմ այսքանը ասում եւ մի բան էլ եք ասել, որ 1700-ամյակ է տոնել մեր ազգը, մեր ժողովուրդը, բայց Հիսուսյանն ու չկար եւ ոչ մի աղոթք երկինք չբարձրացվեց։ 81 Սաղմոսում 11 համարում ասում է իմ ժողովուրդս մտիկ չրավ ինձի, 13-ում ասում է երանի թե իմ ժողովուրդս ինձի մտիկ կներ, 14-ում ասում է շուտով պիտի խոնարհեցնեին նրանց թշնամիները իրենց արչև, գիտեք, սենց մենք մի քիչ թերահավատ էինք, եթե Աստծո մեկ հրեշտակը կարողանում է մոտ 170,000 մարդուն մի օրվա մի գիշերվա ընթացքում ոչնչացնել, առավել եւս ես համոզված եմ, եթե Տիրոջը խնդրեինք, մեր դեմ կաղնած թշնամիները 170,000 զորք չունեին, զորք չկար ու Աստծո համար անհնարին բան չկա, Աստծո ձեռքը ամենտեղ հասնում է, ուղղակի ասում է, եթե իմ ժողովուրդը ինձ մտիկ կներ, եթե ինձ լսեր, ես թշնամիներին մենք շատ դեպքում իմանում ենք, թե որ 92 թվականին այդ հաջողությունները ունեցել ենք, դա մեր շնորհքն է, ոչ, Աստծո շնորհքն էր դա, Աստծո նախախնամությունն էր, Աստված ողորմություն արեց, ու այդ 30 տարիների ընթացքում մեզ ինչ է ցույց տվել, որպեսզի մենք դասեր քաղենք, ոչ թե մենք նախապատվությունը տայինք մեր հերոսներին, փառք Աստծո հերոսների համար, փառք Աստծո այդ քաջության համար, որ իրենք ցույց են տվել։ Աստված իրոք մարդկանց կարող է զորացնել, բայց փառքը պիտի տայինք Աստծուն։ Երբ որ Մարգարե Նինվե ժողովրդին ասեց, որ ինչ է սպասում ձեզ, մեծից միջև փոքր թագավորից միջև ծառա, բոլորը քուրձական, ինչպես տեսնում եք ծոմապահությամբ, Աստծո առաջ, Աստծո երեսն էին խնդրում։ Եվ ինչի համար է ասել, որ այս բանը միշտ մտապահենք, Աստված անոնց գործերը տեսավ, որ իրենց չար ճանապարհներ են դարձան, ուստի Աստված գթած ու այն չարիքը, որ անոնց վրա պիտի բերեր, չբերավ։ Շատ մարդիկ կան ասում, Աստված ինչ պիտի աներ, ինչ պիտի ասեր մեզ։ Աստված ողորմած Աստվածա պիտի մեզ ցույց տար Երգորդ մնացորդած 7:14-ը։ Ու իմ անունով կոչված ժողովուրդս, տես, եթե խոնարհվեն ու աղոթք քնեն, իր անունով կոչված ժողովուրդ ենք, մենք հեթանոսների մեջ շրջապատված մուսուլմանական երկրներով, ես նկատի ունեմ Արցախի ժողովուրդ են, մենք չխոնարհվեցինք Աստծո առաջ, այլ ընդհակառակը, ինչպես առակացում ասում է, չէ որ խռովարար մարդկանցից հեռու փախեք, այլ մենք պետք է կանգնենք աղոթքով մեր երկրի պաշտպանության հարցում։ Ու ասում աղոթք քնեն եւ ամենակարևորը իրենց չար ճանապարհներից դառնան։
Այսինքն պիտի ապաշխարեինք, պիտի դառնայինք մեր չար ճանապարհներից։ Եվ էլի Աստվածաշնչում շատ տեղեր կա, որ Աստված ասում է, որ ձեզ ազգերի մեջ պիտի ցրեմ, ինչ չընթարկվելու պարագայում, եւ պիտի սակավաթիվ լինեք ազգերու մեջ։ Բայց այն մարդիկ, ովքեր որ ինձ սրտանց փնտրեն, ես պիտի ազատեմ իրենց, ես իրենց հետ կլինեմ։ Եվ շատ պարագայում իրոք Արտավազ եղբայր Ղարաբաղում, Արցախում մարդիկ են եղել, որ չէին գալիս հավաքույթների պաշտամունքի, եւ այս դահլիճում ես տեսել եմ այդ մարդուն, փառք Աստծո, որ էլի դուք մի անգամ ասել եք, որ ինչ բաներ կարող է կործանել Աստված մի մարդու փրկության համար, որովհետև մենք Աստծո ստեղծվածն ենք, մենք շատ թանկ ենք Աստծո համար։ Իրոք Աստված էլի Արտավազ եղբոր խոսքերից ասեմ, այն երեխայի հանդեպ, երբ որ քո երեխան չարություն անում, մի երկու անգամ ապտակում ես, ջղայնանում ես, բայց հո տնից չես վռնդում, էլի սիրում ես, ընդունում ես, գրգուրում ես, համբուրում ես եւ այլ, առավել եւս Աստված, որ մենք չենք կարող համատվել Աստծո հետ։ Եվ Աստված ողորմած է։ Ես համոզված եմ, որ Նինվեի ժողովուրդը մենք չկարծենք, որ Արցախով սահմանափակում է։ Ես ընդհանրապես հայ ժողովրդի համար եմ ասում։ 92-88 թվականներից սկսված մոտ 1.5 միլիոն հայեր են գաղթել տարբեր երկրներ։ Սա իրոք դժբախտություն է, տա Աստված, որ այդ մարդիկ, որտեղ որ գտնվում են, խարխափելով փնտրեն Աստծուն։ Եվ ես համոզված եմ, որ ով հենց սկզբից ես ասացի, ով որ իրեն փնտրի կանուխ, հաստատ համոզված եղեք, որ կգտնի Աստծուն։ Իրոք փառք Աստծո, ես համատություն ու զուգահեռներ անցկացրեցի Արցախ եւ Նինվեի ժողովրդի եւ քանակնա մարդկանց քանակներ համապատասխանում եւ նույն ժողովուրդն ենք, չէ կարող ասել, որ իրոք Արցախում չկար մարդիկ, ովքեր որ չէին պաշտում Աստծուն, կային եւ երևակայ է, որ իրենց աղոթների պատասխանն է, ձեր աղոթների պատասխանն է, որ այսօր երբ որ նայում ենք աշխարհի, որ ինչեր է կատարվում, տասնյակ հազարավոր մարդիկ այս պատերազմների ընթացքում ամեն օր մահանում են, բայց մի օրվա, երկու-երեք օրվա ընթացքում այդ 100 հազարավոր մարդիկ Արցախից դուրս եկան անվնաս։ Էս էլ է Աստծո նախախնամությունը։ Աստված եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս, որպեսզի իրեն դիմենք, որպեսզի իրոք մեր չար ճանապարհներից դառնանք, ապաշխարենք, Աստծո երեսը փնտրենք, եւ Աստված հավատարիմ է, եւ մեր երկիրը հաստատ կբժշկվի։ Փառք Աստծո, կանենք աղոթ կանենք։ Իրոք շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք ով բազմողորմ Աստված, շնորհակալ ենք Տեր, որ եւս մեկ անգամ հնարավորություն ես տալիս Տեր, որպեսզի մենք ապաշխարենք, որպեսզի մենք դառնանք մեր չար ճանապարհներից ու քո երեսը խնդրենք Տեր Աստված։ Դու հավատարիմ Աստված ես Տեր։ Դու ասում ես, եթե խոստովանեք ձեր մեղքերը, Աստված հավատարիմ է ձեր մեղքերուն թողություն տալու եւ ամեն անիրավությունից ձեզ սրբելու։ Տեր, ահա այդ հավատքով են գալիս քո առջևը Տեր։ Խնդրում եմ ողորմություն անես Տեր Աստված, եւ Արցախայության համար Տեր Աստված, եւ Հայաստան աշխարհի համար Տեր Աստված։ Խնդրում եմ Տեր, օրհնես մեր ժողովրդին, թող մեծ արթնություն գա Տեր Աստված։ Մենք ուզում ենք, որ միլիոնավոր հայ որդիներ ապաշխարեն եւ փրկվեն Տեր Աստված, որովհետեւ դա է քո կամքը, որովհետեւ դա է քո համար ընդունելի։ Դու չես կամենում, որ որևիցե մեկը կորսվի, այլ ուզում ես, որ բոլորն էլ փրկվեն եւ ճշմարտությունը ճանաչեն։ Փառք եմ տալիս քո մեծ ու պատվական անվանը, Որդուդ Հիսուս Քրիստոսի անունից խնդրեցի, ամեն։